Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի եթերում, այս պահին ես զրուցել եմ քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի հետ, շնորհակալ եմ պարոն Մարգարյան մեզ միանալու համար։ Ես շնորհակալ եմ։ Տարին սկսվեց քաղաքական տարբեր ուժերի հայտարարություններով դիրքորոշումների հրապարակայնացմամբ, սպասվող ընտրությունների վերաբերյալ առաջին պաշտոնական հայտարարությունը արեց Հայ-հեղափոխական դաշնակցությունը, հայտարարելով, որ իրենք մասնակցելու են ընտրություններին, նման ըստ էության դիրքորոշում ունի Հայրենիք կուսակցությունը, որ մասնակցելու են ընտրություններին, իշխանությունների մասին արդեն խոսք չկա, այլ մեր ձևով ըստ էության մասնակցելու է ընտրություններին, եթե իհարկե իրավական խնդիրներ ապօրինի չառաջացնեն այդ ուժի համար։ Մի խոսքով ընդդիմադիր դաշտում կարծեք թե դիրքավորումները արդեն տեղի են ունենում։ Ա ձեր գնահատմամբ ինչ պատկերով ընդդիմադիր դաշտ կմասնակցի ընտրություններին 2026-ի, խնդրեմ։ Շնորհակալություն, իհարկե ես ցուցակին ավելացնեմ նաև ՀԱԿ-ը, որ արդեն իր վարչապետության տեխնատուն է նույնիսկ արդեն Եվ Արման Թաթոյանը։ Արման Թաթոյանը, այո, շատ հստակ կերպով, այսինքն արդեն բավական քաղաքական ուժեր կամ գլխավոր ուժեր, որոնք կարելի է պատկերացնել ընտրությունների լինելու են, իրենց պատրաստակամությունը հայտնել են։ Միակ կարծում եմ գլխավոր ուժը, որ այս պահին դեռ դիրքորոշված չի, երեկվա հենց հայտարարությունն էլ երեք չանցած օրը Հանրապետական կուսակցությունն է, որ հայտարարեցին քննարկում են, բայց դեռ հստակ որոշում չունեն։ Բայց կարծում եմ այս պահին բոլորն էլ եկել են այն եզրակացության, որ թեև որքան էլ որ վտանգավոր լինի, ռիսկային լինի, 100%-անոց հաջողության շանս չունենա, բայց մեկը հավանիորեն այս պահին Նիկոլին հեռացնելու միակ տարբերակը, գործնական տարբերակը դարձել է ընտրությունները, եւ դա մեր միակ շանսն է, որ կարող ենք այս պահին պատկերացնել ունենք առաջիկա ամիսներին Նիկոլին հեռացնելու համար։ Եթե հիշեք, անցած տարի մոտավորապես փետրվարից էր այդպես իմպիչմենտի կամ անվստահություն հայտնելու ինչ-որ շարժում ձևավորվեց, բոլորս էլ գիտենք, որ արդյունքի չի հասնելու, եւ կարծեմ այդ տարբերակն էլ այլևս պետք է մոռացած համարել եւ հիմնականում բոլորի կենտրոնացում պետք է լինի ընտրությունների վրա։ Ցանկացած քաղաքական ուժ, եթե ունի մի թեթև այդպես ասած գիտակցություն կամ փորձ կամ հասկանում է ճանաչում մեր հասարակությունը, գիտի, որ ընտրությունների համար դուք չես կարող մեկ շաբաթ կամ երկու շաբաթ առաջ պատրաստվել, օրինակ մեկ ամիս կամ երկու ամիս առաջ, հատկապես եթե դիմացդ կանգնած է Նիկոլ Փաշինյանի նման ձևավորած մեկ համակարգ, ԿՊ-ի նման ձևավորած համակարգ, պետական ռեսուրս, պարգևավճարներ, հսկայական ֆինանսական ռեսուրս, պետական ռեսուրս, այդ ուժին հաղթելու համար դու ժամանակ կարիք ունես եւ պարտավոր ես ինչքան հնարավոր է ավելի շուտ պատրաստվել։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյան, ով ունի այդ ամբողջ ռեսուրսը, պարգևավճարներ բաժանելու, ժողովրդին խաբելու, պետական ռեսուրսից օգտվելու, տեսնում ենք, որ դեռ անցած տարվանից է սկսել այդ պատրաստվել, նույնիսկ այդ կնոջ այդ կրթվելը նորաձև շարժումը անցած տարվա սկզբից, որ սկսվեցին, դրան էր միտված եւ արդեն վերջի փուլում տեսնում ենք նույնիսկ հասել է այնտեղ, որ դիսկոթեկ է բացում, այնպես ասած ձայներ շահելու համար։ Հիմա այս պատկերացում մթնոլորտի մեջ շատ բնական է, որ մեր քաղաքական ուժերը ինչքան շուտ պիտի կարողանան ձևակերպեն, ճակատները պատրաստեն եւ հաջորդ ընտրությունների համար պատրաստվեն։ Եվ որ պատկերացնենք մեկ ընդհանուր շատ է խոսվել, որ եկեք համախմբվեք, մեկ թաքցանացում մասնակցենք, բոլորս էլ գիտենք դա հնարավոր տարբերակ չի, եթե նույնիսկ դա լավ տարբերակ է լինել, գործնականում դրան հնարավոր չի հասնել, որտեղ արդեն քաղաքական տարբեր ուժեր հայտ ներկայացրել են, իրենց վարչապետության տեխնատուներին ունեն, եւ կարծում եմ այդ տարբերակով առաջնորդվելը պիտի մոռանանք եւ ընդհանրապես այդ մասին խոսելը ես կարծում եմ այս պահին ընդդիմության մեջ պարակտում ստեղծելու նման մեկ բան կլինի, եկեք համախմբվեք մեկ տեխնացով գնանք, հատկապես որ գրպանային ընդդիմություն ամեն դեպքում լինելու է Նիկոլի կողքին, որոնք փորձելու են այդպես ասած մանր կուսակցություններ, Արամ Զավենիչի, Արման Բաբաջյանի նման կուսակցություններ ամեն դեպքում փորձելու են ընտրությունների մասնակցել, հետաբար մեկ ճակատ չի լինելու Նիկոլի կողքին, լինելու են մի քանի այդպես ասած ճակատներ։ Ամենալավ տարբերակը, որ փորձվել է այդպես ասած մի քանի տեղ, թե Երևանի ընտրություններում, թե Գյումրիում, թե վաղար շաբաթ այդպես մի թեթև փորձարկվեց, դա տարբեր ճակատներով ընտրությունների գնալն է, որը կարծում եմ այս պահին միակ հնարավոր տարբերակն է, որ գոյություն ունի։ Հիմա երկու բլոկներ կամ երկու ճակատ ընդդիմության դաշտում խմբավորում շատ հստակ կա, մեր ձևով շարժումն է, որը ռեյտինգով, սոցիալական հարցումներով ամենաբարձրն է այս պահին ընդդիմադիր դաշտում, նրան հաջորդում, ասենք Ռոբերտ Քոչարյանի գլխավորած շարժումը, եւ հիմա դրանից հետո բավական բաց տեղ կա աշխատելու համար քաղաքական այլ ուժերի համար եւ պիտի փորձեն հիմա քաղաքական ուժերը այդ բաց տեղը օգտագործելով նաեւ իրենց համար
այդպես ասած տեղ որոնել։ Հիմա եթե պետք է երրորդ կամ եթե նույնիսկ հնարավորություն լինի գուցե չորրորդ հզոր դաշինք, որքան հզոր ավելի ուրեմն լավ։ Հիմա դաշնակցությունը շատ հստակ կերպով հայտարարություն արդեն արեց, որ կարծում եմ Հայաստան դաշինքի ձևակերպումը կարծում եմ արդեն պետք է ընդունենք, որ շարունակվելու է մնալ, հիմա գուցե անվանումը նույնը չլինի կամ նույնը պահպանվի կամ ընդլայնվի, բայց ամեն դեպքում Դաշնակցություն եւ Ռոբերտ Քոչարյանի այդ համագործակցությունը կարծում եմ լինելու հաջորդ ընտրությունների ժամանակ ինչպես նախորդը եղավ, հիմա Սամվել Կարապետյանի մեծով շարժումը շուտով կարծում եմ պետք է իր տեխնացուին խոստացել են, որ հունվար ամսվա ընթացքում ներկայացնեն, հիմա երկու շաբաթ մնում է մինչև ավարտը, կարծում եմ եթե այս խոստումը կատարեն, պետք է արդեն իրենց վարչապետության տեխնացուին է նույնիսկ տեսնենք։ Հիմա այնտեղ կա երկու հնարավոր կարելի է գնալ նրանց դրոշի տակ համախմբել, հիմա ՀԱԿ-ը շատ շուտ այդպես ասած իր վարչապետության տեխնացուին ներկայացրեց, շատերը զարմացան, բայց ես կարծում եմ շատ հստակ մարտավարություն ունեն, որ այդ բաց տեղերից մեկը իրենք լրացնեն, որ փորձեն ինչքան հնարավոր է իրենց վարչապետության տեխնացուի այդպես ներքո բերեն համախմբել, ժամանակից մի քիչ առաջ գնալով հիմա կամ միանան իրենց կամ շարժումներին, ով որ դուրս մնա, դուրս մնալու։ Բայց նաև գիտենք, որ հաջորդ ընտրություններում նոր ընտրական օրենսգիր կա գործելու, այդտեղ տոկոսները բավական փոխվել են, հիմա 3-ից ավել դաշինքների համար ավելի դժվարացել է ազգային ժողով մուտք գործելը, բայց մեկ է, եթե որևիցե ուժ սոցիալական հարցումներով չունեցավ պես ասած համապատասխան ձայն այդ շեմ անցնելու համար, պետք է կարծում եմ ինքը հրաժարվի ընտրություններին մասնակցելուց կամ անպատճառ միանա ուրեմն մեկ այլ ուժի, եթե ոչ մանր-մունր ընդդիմադիր կուսակցություններ այս փուլում հանդես գալը եւ հիմնականում ձայների փոշիացում է լինելու, այս միջոցին նաեւ ոչ մի ձայն չկա Բարգավաճ Հայաստանից տարօրինակը, որ ընդհանրապես լռությամբ են առայժմ գնում եւ կարծում եմ նրանց մասնակցությունն էլ հետարքի կլինի իմանալ ինչ են անելու։ Ես կարծում եմ ինչքան շուտ մինչև առնվազն փետրվար պետք է ամբողջ ճակատները պատրաստված լինեն եւ աշխատանք տանեն, հսկայական աշխատանք հատկապես երիտասարդության հետ կատարելու, գյուղական աղմանքների հետ կատարելու։ Հիմա Հայաստան դաշինքը բարեբախտաբար այդ գործը կատարել այս ամբողջ ընթացքում գնացել են, փորձել են ժողովրդի հետ շփվել, մեր ձևով կատարում է, իսկ կարծում եմ մյուս ձևավորող շարժումներն են իրենց հերթին պիտի կարողանան դա կատարել։ Պարոն Մարկյան, տեսեք, դուք հավատում եք Երևանի Գյումրու ընտրություններին, դրանք իհարկե հատկապես Գյումրու պարագայում մենք տեսանք քաղաքացիական պայմանագրի ակնհայտ պարտություն, հա, բայց մյուս կողմից առաջին հերթին դրանք թիմ ընտրություններ են եւ երկրորդը համապետական ընտրությունների մասով արդեն մենք երկու հայտարարություն ենք լսել, ըստ որոնց Հայաստանի ներքին գործընթացներին մասնակցելու են արտաքին կենտրոններ, մեկը Կայա Կալասի հայտարարությունը, որ իրենք աջակցելու են Նիկոլ Փաշինյանին, այնպես ինչպես Մոլդովայում Մայա Սանդուին եւ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը Հական Ֆիդանի, որ իրենք աջակցում են Փաշինյանին եւ Փաշինյանի քաղաքականությունը պիտի շարունակվի։ Սրանք չեն փոխում իրերի դրությունը եւ արդյոք էական գործոն չեն դառնալու այն պարագայում, երբ որ աշխարհակաղակական որևէ կենտրոն հրապարակային ընդդիմադիր որևէ ուժի չի աջակցում։ Հաստատ ազդելու են, վերջին հաշվով այդ արտաքին միջամտությունը ով չգիտի, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին ունի։ Բոլորս էլ գիտենք, որ նա վայելում է եվրոպական կառույցների աջակցությունը եւ ամենալավ տեխնատուր իրենց համար այս պահին էս Նիկոլ Փաշինյանն է, որ մնա իշխանության եւ իշխանությունը շարունակի։ Նաեւ գիտենք թուրքերի եւ Ադրբեջանի համար նույնպես Նիկոլ ամենալավ ուրեմն տեխնատուրն է։ Բայց ամեն դեպքում Եվրոպայի եւ այս Ֆիդանի հայտարարությունները նույն հարթության վրա չեմ այդպես ասած գնահատում, իսկ կարծում եմ որքան որ Եվրոպայինը կարող է Նիկոլին օգնել, բայց Թուրքիայի կողմից եկող նման հայտարարությունները ճիշտ հակառակ ուրեմն էֆեկտը կարող է ունենալ, որտեղ ամեն դեպքում այնպես չի, որ մեր հասարակության կողմից Թուրքիայի միջամտությունը դրական է նկատվում եւ նաեւ դա մի տեսակ հենց հաստատում է ընդդիմության կողմից այդպես ասած տարվող կարողությունը, որ Նիկոլը Թուրքիայի կողմից պաշտպանվող տեխնացու է, ընդհանրապես Թուրքիայի շահերն է ուրեմն սպասարկում եւ եթե Թուրքիայի կողմից արդեն դա հաստատող հայտարարություններ է գալիս, կարծում եմ դա ավելի շատ հենց ընդդիմության օգտին է, իսկ կարծում եմ պիտի ընդդիմադիրները փորձեն այդ հայտարարությունը վերցնեն եւ շատ հստակ այդպես ասած դրա վրա ձևակերպումներ կատարեն, որպես քարոզչական նյութ օգտագործեն։ Իհարկե կարծում եմ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ դա իրենց համար նպաստավոր չէ Թուրքիայի հայտարարությունը, հիմա չգիտեմ սխալ թույլ տվեց Ֆիդանը կամ ժամանակից առաջ ընկավ, տեսակ փորձեցին ամենտեղ մի տեսակ այդպես ասած կոծկել, ասել թե չէ Ֆիդանը այդ չի ասել, ուրիշ նպատակ է ունեցել, բայց դե կարծում եմ եթե ճիշտ վերլուծենք իր ասածը, հիմնականում հենց դա է եղել։ Բայց ամեն դեպքում բոլորս էլ գիտենք, որ այդ երևույթները կան եւ պիտի փորձեն համախմբելով այդ երևույթը ինչ անել, բայց եթե
դիվերսիոն աջակցումը կամ Թուրքիան աջակցումը մենք պետք է որպես ընդդիմադիր կուսակցություններ կամ շարժումներ հրաժարվեն թույլ տա որ Նիկոլը ընտրվի բնական է որ ոչ բնական է պետք է փորձել դրանց հակազդելու ինչ որ գործոններ գտնել եւ ժողովրդի հետ շփման մեջ մտնելով բացահայտել իրողությունը եւ ասեմ հատկապես Թուրքիայի կատարած հայտարարությունը կարծում եմ շատ լավ հիմք է ծառայում քարոզչյանան Պարոն Մարկյան, դուք կարծում եք Թուրքիան չէր հասկանում, որ իր հայտարարությունը պիտի օգնի Փաշինյանի դեմ հանդես եկողներին, թե Թուրքիան ավելի լավ է տիրապետում հանրային տրամադրություններին ներհայաստանյան եւ կարծում է, որ հիմա դա Փաշինյանի օգտին կխաղա, այսինքն կարծում է, որ հիմա Թուրքիայի իշխանությունների հայտարարությունը այն նույն էֆեկտը կունենա, ինչ ասենք 15 տարի առաջ Ռուսաստանի իշխանության աջակցող հայտարարությունը կարող էր էֆեկտ ունենալ, չէ՞։ Հայաստանում անդադ քննարկում էին, թե ով է վայելում Ռուսաստանի աջակցությունը, ենթադրաբար հենց այդ ուժն էլ հաղթում էր։ Ես կարծում եմ սխալ հաշվարկում են կատարել։ Հիմա եթե հիշեք 2021 թվականի պատերազմից հետո երբ բանակը պատրաստվում էր այդպես հրաժարականի պահանջ են ներկայացրել, Թուրքիայի կողմից շատ կոշտ հայտարարություններ եկան եւ այդ օրերին պատճառ դարձավ, որ այդպես ասած հասարակությունը մի տեսակ երկրորդի Թուրքիայի տեսակետին եւ Նիկոլը այդպես ասած փրկվեց, մի տեսակ իրենք օգնեցին, որ Նիկոլը փրկվի։ Հիմա ես կարծում եմ Նիկոլը իրենց այնպես է համոզել կամ իրենք այնպես են կտրված գուցե հայկական իրողությունից, որ ամբողջ թուրքական այդպես ասած խաղաղության օրակարգի այդ կողմը Հայաստանի ժողովուրդը բոլորը ձգտում են Թուրքիայի հետ հարաբերությունների, եթե դուք նման հայտարարություն կատարեք, դա մեզի կնպաստի եւ կարծում եմ նման գուցե տպավորությունների տակ է որ Թուրքիան նման հայտարարություն է կատարել, բայց ես չեմ կարծում, գիտեք, այնպես չեմ մտածում մեր ժողովրդի մասին, որ մենք իջել ենք այն մակարդակի, որ Թուրքիայի կողմից նման հայտարարությունների հնչելը դա կբերի նրան, որ հա, եթե Թուրքիան Նիկոլին պաշտպանում է, ուրեմն մենք էլ գնանք ցայն տանք Նիկոլին, որպեսզի Նիկոլը մնա, որպեսզի Թուրքիան էլ դրանից գոհ մնա։ Ես ես վստահեցնում եմ, որ Հայաստանում կա գիտակից մրխավ, որ Նիկոլի այսօրվա օրակարգերը չի բաժանում։ Ես իմ բարեկամների մեջ ունեմ նաև ԿՊԱ-ականներ, որոնք շարունակաբար հետևում են իրենց գրառումների, եւ ես վստահեցնում եմ, որ վերջին շրջանում շատ լուրջ շրջադարձ այս մարդկանց մոտ տեղի ունենում, հենց Թուրքիայի հետ կապված հարաբերությունների հետ կապված, թե եկեղեցու դեմ Նիկոլի ծավալած շարժման հետ կապված, թե վերջին օրերին հատկապես այդ պարգևավճարների թեման, որ բացահայտվեց իշխանություններից ստացած նոր տարվա սեմին, բավական լուրջ դժգոհանքի ալիք է ստեղծել հենց Նիկոլի, այդպես ասած, սատարող շրջանակի մեջ, եւ ես կարծում եմ իրենք դեռ իրենց ստեղծած տպավորությունների տակ են մնացել իշխանությունները, որ ժողովուրդը այդ օրակարգերը, այդպես ասած, երկրորդում է, ընդունում է եւ հետապետ Թուրքիայի կողմից էլ եթե դրանց սատարող ինչ-որ հայտարարություններ կան, օգնելու է իրենց, բայց ես կարծում եմ այս հարցում հույսով եմ առնվազն, որ սխալ թույլ տված կլինի եւ այդ հայտարարությունը, որ Թուրքիան կատարեց, ընդհանրապես հակառակ կերպով կաշխատի։ Շատ լավ, պարոն Մարկյան, ինչպիսի պատկեր եք տեսնում արդեն ընտրական գործընթացի արդյունքում այս պահի տվյալները հաշվի առնելով, որովհետև ի սկզբանե օրինակ Ամռանը կար տպավորություն, որ մեր ձևով շարժումը բավական լայն, այսպես թափ կհավաքի, կընդգրկի շատ ուժերի իր մեջ, բայց կարծեք թե այս շարժումը գնաց դասական, կուսակցական ճանապարհով, այսինքն ոչ թե դարձավ բոլոր ընդդիմադիրներին համախմբող ուժ, այլ կդարձավ կոնկրետ ընդդիմադիր քաղաքական ուժ, հա, կամ հերթական ուժերից մեկը, այո, որը այս պահին ամենաբարձր ձայներից մեկը ունի, հա, տոկոսներից մեկն ունի։ Ինչ պատկեր կլինի, այսինքն դուք կարծում եք, քանի որ Գյումրու եւ Երևանի սցենարը ասացիք, այսինքն որևէ ուժ 50+% չի հավաքի, այդ թվում նաեւ իշխանությունը, այսինքն ընդդիմադիր դաշտում մի քանի օր կմիանան եւ դա կդառնա 50+, այդպես եք պատկերացնում։ Բայց ով շարժում ամեն անշուշտ ոչ Երևանի ընտրությունների մասնակցելու փորձ ունեցել, ոչ Գյումրու, ոչ էլ Վաղարշապատի, կարծում եմ սա իրենց առաջին ստուգատեսն է, որ ունենալու են այս ընտրություններում եւ մենք տեսենք ինչ արդյունք են տալու։ Բայց ամեն դեպքում ես երկրորդում եմ, ցես դանդաղելը մի տեսակ կարող է իրենց հակառակ էֆեկտը գործի, մի տեսակ հուսահատության կամ հիասթափության մթնոլորտ ստեղծի եւ ինչքան շուտ ես համոզված եմ, որ պետք է իրենց վարչապետության տեխնացուին ձևակերպեն եւ ներկայացնեն, քանի որ ամեն դեպքում մենք գիտենք, որ քաղաքական դաշինք անունով այդպես բան չի կարող, ամեն դեպքում պետք է կուսակցություններ լինեն, որ միանան այդ քաղաքական դաշինքը կազմեն։ Հիմա հետաքրքիր է, որ ինչ կուսակցություններ են համախմբվելու, ասենք, այդտեղ իրենք մի կուսակցություն փորձում են հիմնել։ Ես կարծում եմ մի քիչ դանդաղելն էլ գուցե դրանով է պայմանավորված, որ Նիկոլից շանսերն են ուզում խլել իրենց դեմ ինչ-որ քայլ ձեռնարկելու կամ փակելու, կանխելու, ինչքան շուտ իրենց տեխնացուն Երևան կա, հավանաբար թիրախավորումները սկսելու են, իշխանությունները փորձելու են թիրախավորել, այդ հնարավորությունը Նիկոլից առավելագույնս խլելու գուցե
պատճառ կա, բայց ամեն դեպքում չեմ կարծում երկար պետք է ենք դանդաղեն եւ եթե ուզում են իսկապես շարունակել մնալ որպես քաղաքական գործոն եւ այդ ռեյտինգը, որ այս պահին ունեն, չմսխվի, որտեղ այդ ռեյտինգը, որ եթե մսխվեց, ես դժվար եմ տեսնում, որ դա ես չեմ գնա միանա մյուսներին, դա էլի կմիանա հենց այն անտարբեր խավին, որ նախորդ ընտրություններին թե 2018-ին, թե 2021-ին մնաց տանը եւ չմասնակցեց ընտրություններին եւ թույլ տվեց, որ Նիկոլը վերընտրվի։ Հիմա ունեն դրանք հնարավորություն այդ խավին փողոց լուծելու, ես կարծում եմ շատ ավելի ակտիվ պետք է շատ հստակ ձևակերպումներով իրենց օրակարգերով, տեխնացով Երևան գան եւ սկսեն պայքարը։ Հիմա շատ կարծում եմ միակ հնարավորությունը, որ այս պահին կարծում եմ իրենց դիմաց դրված է։ Շատ լավ, ամեն դեպքում եկանք այն եզրանկման, որ 2-3 ուժի համագործակցությամբ հնարավոր կլինի կառավարություն կազմել։ Դա արդյոք այդ պարագայում կայուն կառավարություն է լինելու, որովհետև պաշտոնների բաժանման հարց կա, չգիտեմ, քաղաքականության հարց կա, թե գլխավոր խնդիրը կլուծվի Փաշինյանին հեռացման եւ գուցե շատ արագ էլի նոր ընտրություններ լինեն։ Ասեք, այս պահին գլխավոր թեման ես կարծում եմ պետք է լինի Նիկոլին ամեն գնով ընտրություններում հաղթելը եւ անել այնպես, որ հունիսի 8-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը իշխանության չլինի եւ պես ասած ընտրված չլինի։ Դրանից հետո արդեն հաջորդ քայլերը ես կարծում եմ ինչ որ լինի երկրորդական թեմա է, բայց այնպես էլ չի որ պետք է անտեսել։ Եթե նկատեք, կարծում եմ դաշնակցությունը, եթե հետևերեք վերջի շրջանում շատ ակտիվ, այդպես ասած, տարբեր քաղաքական ուժերի հետ շփումների մեջ մտնելու, նրանց հետ շփվելու, պես ասած, աշխատանք է սկսել, նույնիսկ երեք չանցած օրը ՀԱԿ-ի հետ էին հանդիպել, դե բոլորս գիտենք Լևոն Տեր-Պետրոսյան դաշնակցություն, հակադրություն նոր չի 90-ական թվականներից միակ նախագահն է եղել նորանկախ Հայաստանի, որ դաշնակցության գործունեություն արգելափակել, թերթափակել, դաշնակցական գործիչների է բանդարկել, բայց այդ ամեն ինչը մեկ կողմ դնելով դաշնակցությունը գնացել է նստել է ՀԱԿ-ի հետ խոսում, եւ ես կարծում եմ բոլորը գուցե հենց նույն հետ Նիկոլյան ժամանակաշրջանի ձևակերպումների համար, որպեսզի մենք հնարավորությունս ունենանք ոչ միայն Նիկոլին հեռացնել, այլ Նիկոլից հետո այդ Հայաստանում հնարավոր լինի ինչ-որ բան կատարել եւ գնալ դեպի ժողովրդավարություն եւ իրավիճակի կայունացում։ Այս փուլում ես կարծում եմ աթոռների բաժանումը երկրորդական պետք է լինի, պիտի օրակարգում լինի ամեն գնով այդ շեմը անցնել եւ մտնել ազգային ժողով, որտեղ եթե դու մասնակցես ընտրությունների եւ այդ շեմը չանցնես, անիմաստ է քո մասնակցությունը, դերսում մնացած ձայները փոշիանալու են։ Պետք է մտնել ազգային ժողով, ունենալ ձայն, թե հետո այնտեղ հիմա ձևակերպումները ինչպես կլինի, ես կարծում եմ դա արդեն երկրորդական թեմա է։ Հիմա այն ուժերը, որ ունեն այդ շանսը, պիտի փորձեն մտնել եւ իրենց ուժերը համատեղելով անենք այնպես, որ ասում եմ հունիսի առավոտյան Նիկոլի իշխանության չլինի։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Մարկյան, երկար ժամանակ չէինք հասցնում զրուցել, դեռ կհասցնենք այս տարվա ընթացքում վերլուծություններ անել միասին, ես շեշտում զրուցում էի քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի հետ, տեսություն կհանդիպենք։